Ողջույն բոլորին, ձեզ եմ YouTube-ը ու մենք այսօր խաղալու ենք Age of History 3 նու այսօր սենց կիսախաղալ վիդեո անելու ես ասել էի, որ մենք պետք է հասնենք 1000 բաժանորդ նոր դուրս գա Age of History 3-ը, բայց քանի չենք հասել 1000 բաժանորդ ես այս վիդեոում եկել եմ ուղղակի պատմեմ թե ինչ են անից ներկայացնում Age of History 3-ը, որ դուք պատկերացնեք ինչ գազան է որ խաղա։ Նու ստե մենք տենում ենք մեր ավստրո-իտալյան իմպերիան, ես այս քարտեզն էի խաղում ու համարյա անցնելու վրա եմ, որ իմ վիդեոներից մեկում ասում էի, որ այս բանը ես համարյա խաղ անցնելու վրա եմ ու ես ուզում եմ, որ մենք որ հասնենք 1000 բաժանորդ ու սկսի մեր ալիքում դուրս գալ Age of History 3 խաղը։ Այսա կասեմ ինչ են ներկայացնում այս խաղը իրանից։ Ուրեմն Age of History 3-ում ես պատրաստում եմ խաղալ Հայաստանով, որ full քարտեզ են որ գրավելու ենք, հետո սկսելու ենք տարբեր երկրներով խաղալ, ընդ չգիտեմ Իտալիան կլինի, Ֆրանսիան կլինի, Գերմանիան կլինի, Ռուսաստանը կլինի, ու ոնց որ Հայաստանը դառնում է մեծ հայք, նենց մնացած պետությունները տենց մեծացնում ենք, այսինքն ամեն պետությունով մենք չենք գրավում ցելի աշխարհը։ Խոսքերնակ Ռուսաստանով կարող է դառնանք Սովետский Союз։ Այդ տենց, в общем շատ հետաքրքիր բան եմ մտածել, որ կանենք դնենք սենց ամեն երկրով սենց սինուն խաղանք ու տարբեր բաներ կա, երկրորդ համաշխարհային պատերազմ, բան հեսա, որոնք որ գտնվում են հեսա ստեղ, խոսքի հեսա տարբեր թվականներ կա, որ մենք կանենք բոլորը խաղանք ու տարբեր քարտեզներ, իչի դիլայք բաժանորդագրվի ալիքին, որ շուտ հասնենք 1000 բաժանորդ։ Ուրեմն ինչա ներկայացնում Age of History 3-ը իրանից։ Age of History 3-ը նախկինում հայտնի էր որպես Age of Civilization, ռազմական խաղ է, որը ստեղծվել է Լեհ խաղաշինարար Լուկաս Ճայկովսկին։ Այս խաղը դեռ պաշտոնապես դուրս չի եկել, բայց շատ երկրպագուներ սպասում են դրա թողարկմանը, քանի որ նախորդ մասերը մեծ հաջողություն ունեցան։ Այսինքն ինչա գալիս, կամ էսի շուտատեղեկությունն է, կամ խաղը իրոգից լվոր որ full չի դուրս եկել, այսինքն ավելի է թարմացվելու։ Իմը այս բանը մի քիչ հինոտ վերսիա է, այս բանը խաղը կարող քաշեք իմ Telegram-ից, բայց իմ Telegram-ում էլ հին վերսիա է, փորձելու եմ նոր վերսիան գցեմ։ Այդ իմ վայթե 1.31-ը տոլի չեմ հիշում որն էր, 0.31-ը։ Այս բանը իմը վայթե 1.5-ներ տոլի որն էր չեմ հիշում, բայց դե ուրեմն ինչ է խաղը ընդհանուր նկարագիր։ Age of History 3-ը քարտեզային ռազմական խաղ է, որտեղ խաղացողը կրվում է պետության կամ քաղաքության նպատակ ունենալով նվաճել աշխարհը կամ հասնել քաղաքական, տնտեսական կամ մշակութային գերիշխանության։ Այս էլ Age of History խաղի մասին, ոչ էս Age of History 3-ը։ Մենք այս բան խաղում ենք Age of History 2-ը ու մի քանի որ մաս հետո մենք անցնելու ենք խաղը ու ես որոշել եմ ձեզ պատմեմ այս Age of History 3-ի մասին, որ դուք իմանաք թե ինչեր է ձեզ սպասվում 1000 բաժանորդից հետո։ Նու խաղը մենք դե անպայման բան TikTok-ում լայվեր կանենք, YouTube-ում սթրիմեր կանենք ու տենց ինձ թվում է վերջում մեր ալիքն որ կկապնվի Age of History հետ ու երևի մեր ալիքում Age of History կդուրս գա մենակ, դա ձեզնից է կախված, եթե ես տեսնեմ որ ձեզ ինչ-որ ուրիշ հետաքրքիր խաղներ ա դուր գալի, անպայման ուրիշ հետաքրքիր խաղերը կնկարեմ ու եկեք ես մի հատ եմ որ պրոստը ձևի համար մի հատ զուտ եմ որ քարտեզ բացենք իրար հետ, խոսքի օրինակ մեր աշխարհով ինքը շատ լավ խաղ է, որ ինձ вообще որ դզում է ու ինքը ունի երկու հատ քարտեզ, որ դուք ձեր հեռախոսների վրա քաշում եք, ինքը ունի երկու հատ քարտեզ։ Մի հատ հեռախոսի քարտեզ, մի հատ կոմպի քարտեզը։ Ինչով է իրանք իրարից տարբերվում։ Հեռախոսի քարտեզում շատ քիչ են քաղաքներ, իսկ կոմպերինում ավելի շատ ու վայթե ֆունկցիաները ավելի շատ են, ինչքան որ գիտեմ, էլի, բայց այն քաղաքների մոմենտը դե հաստատ այն որ ու Age of History 3-ը շատ է տարբերվում Age of History 2-ից, որտեղ Age of History 3-ում կան շատ հետաքրքիր բաներ, որ չկան Age of History 2-ում, օրինակ այս դեպքում մեր մոտ զորք սարքելը, այնտեղ ուղղակի մենք հավայ զորքին ենք սարքում ու եթե ուզում եք դուք Age of History 2-ը խաղաք, դա շատ հեշտ է, ասեմ ձեզ որ խաղալը ահա որ հեշտ է, իսկ այս Age of History 3-ը որ ինքը շատ դժվար է խաղալը իրականում։ Ու եկեք մենք հենց սկսենք մեր Հայաստանով
Ստեղ ոնց տենում ենք մեր մոտ մեր նախագահը Վահագն Խաչատուրյանն է, տենց հերվայթ է ազգանունը, ստեղ ֆոլը չի գրած։ Ստեղ խաղի ստեղծողները նայել են նախագահով, դե մեր մոտ նախագահը տենց քայս միշտ պաշտոն չունի, մեր մոտ ավելի շատ բարձր բատի վարչապետն է։ Ու եկեք մի անգամից սկսենք Հայաստանով։ Ուրեմն, էսի մեր տիպը միրնա, պրոստը որ հետ եմ տանում իրան, ինքը ահավոր սկսում է կախել, հեսա այս սենց մի հատ վիճակ, ինքը ահավոր կախում է, որ իրան հեռու եմ տանում։ Նայեք, կոմպերի վերսիայի վրա, նու այս դեպքում մեր մոտ որ ընդ բերում է մոբիլնի վերսիա ու ՊԿ վերսիա։ Ես սպայն մտել եմ ՊԿ վերսիան։ ՊԿ վերսիան հեսա, որ ասում էի, ինքը տարածքները շատ է, նու լյուբոյ տարածքներն են, լյուբոյ պետության տարածքն է, ահավոր շատ է։ Ու էդի շատ եմ որ բոմբա ավելի հետաքրքիր է խաղը դառնում ու տենց էլի։ Ու ստեղ ես ձեզ ինչ կարամ ասեմ, ու ժողովուրդ ջան ասեմ ձեզ որ Հայաստանով խաղալը դի շատ դժվար է, որովհետև նախ առաջին պետք է գտնես նորմալ երևի սայուզնիկ, խոսքի օրինակ այս դեպքում մեր մոտ Ռուսաստանը կարող է մեզ օգնի, խոսքի օրինակ սայուզնիկի դեպքում կամ Վրաստանը, չգիտեմ, որ Հայաստանով ահավոր դժվար է խաղալը, թեկուզ ուզում եմ շատ ուժեղ եմ որ սայուզնիկ ունենաս, մեկը շատ դժվար է Հայաստանում խաղալը։ Ու ես եթե վերջացրեցի մեր Հայաստանով ռուբրիկան, այս մեր Age of History 3-ը հետագամ էլի լիքը տարբեր երկրներում ենք խաղալու, օրինակ այս դեպքում մենք անանք Ռուսաստանով խաղանք կամ Վրաստանով խաղանք կամ ստեղ չգիտեմ Բուլղարիայով խաղանք կամ Ռումինիայով, չգիտեմ, լիքը պետություններ կան, որ կարող ենք դրանցով խաղանք։ Եկեք հիմա ասեմ ես ձեզ թե այս խաղը вообще ինչ է իրանից ներկայացնում։ Ուրեմն նայեք, ովքեր էլ որ չգիտեն, ստեղ մենք պետք է առաջինը ընտրենք մեզ թշնամիներ, սապերնիկներ։ Ուրեմն կանենք ընտրենք Թուրքմենստանին, ինչքան հնարավոր է վերևից ընտրեք, որտեղ ինչքան ուժեղ պետություն ընտրես, կամ նայեք ստեղ, տեսեք, այսինքն շատ կարևոր է որ նայեք, նորմալ պետություններ ընտրեք, նեջ չլինի հադրնեք հավայ պետությունների դեմ բան անեք, որ սապերնիկ լինեք հավայ պետության դեմ։ Նայեք, խոսքի օրինակ կանենք այս Չեռնագոլիային բան անենք, ուստեղ երևի թե Իսրայելին, սապերնիկներ ենք ընտրում մեզ առաջին հերթին։ Հետո, ստեղ կարանք Աչոկի Պրեմուշեստվա։ Նայեք, ստեղից ես ձեզ չգիտեմ ինչ խորհուրդ տամ վերցնեք, ինձ թվում է կամ փողը վերցնեք, կամ որ ինքը ձեր դախոդները շատան է, էլի սկսեք ավելի արագ փող աշխատել, չգիտեմ, ես այս դեպքում կելեք սենց անենք, այս երկուսն վերկանենք, նայեք, ստեղ մոտ այս մեր դախոդները շատանում է։ Ստեղ մեր մոտ են ինչ կա, նիետ սովետնիկը, ընտրում ենք մեզ սովետնիկներ, գնաց, ստեղից ընտրում ենք, խոսքի օրինակ նայեք ինչը ավելի շատ էկոնոմիկային պլյուս կբերի, այս դեպքում ստեղ ինչ որ ես միշտ կա որ կարա մեր էկոնոմիկային պլյուս բերի, ինձ թվում է այս կընտրենք ու անպայման այս նավիկներն իրա ուժեղացրեք, էդի անպայման է էլի որ մի քանի անգամ ավելի լավ լինի։ Ստե իհարկե ես կընտրեմ այս մեր մեջտեղինը, որտեղ նայեք ստե ինքը էկոնոմիկայի հետ կապված է որ ուժեղ բան ունի։ Ստեղ ինձ թվում է ստեղ Иследованияն լա շատ մեզ պետք, улучшить отношения։ Այ տեսեք կամ էս չէ ինձ թվում է Иследованияն Հայաստանի պետք է էլի Иследования ինչ խոսք։ Ստեղ երևի թե эффективность Ասադի обслуживание армии։ Ուր չգիտեմ, չէ, այս առաջին ինձ թվում է ու նավիկներն է ուժեղացնում ենք։ Այս սենց մոտավորապես։ Նու ես հիմա չեմ դնել ուսա խաղը անցնեմ, պրոստը ձեզ ցույց եմ տալի թե ինչա պետք անել առաջնային եմ որ։ Ուստեղ կա улучшить столицу, որ կտամ ստալիցին ուժեղացնեք, որտեվ որ ինքն է էլի որ մեզ դախոդներին պլյուս է բերում։ Ուստի դաժե մի անգամ է այսպես կանանք դաժե իրան բան անենք ու խաղը կարա քաշիկիմ Telegram-յան ալիքից այնտեղ շուտով նոր վերսիան եմ գցելու ու կարակ նոր վերսիան քաշեք ստել ինչ որ անելու բան չկա պետք չի հավայ փողն այդ վարի տակ սենց վրա էլ չարժի ահա ուրեմն
Ժողովրդյան մի քիչ նացրոք եկես մի քանի բանման դզեցի, սենց ավելի կայֆ դարավ խաղեմ։ Ահա, ու եկեք ստե մեր մոտ այս սրանք ասեցի, ուրեմն այն տակ, հա, մեկ էլ ամենակարևորը լավանում ենք այս մեր հարևան պետությունների հետ, որտեղ ստեղ այդ ամեն ինչը են որ շատ ուշադիր են նայել, ու եթե որ այս կողքի ձեր հարևան պետությունների չլավանակ, այն որ իրանք հենց վատացան, մի անգամից հարձակվելու են ձեր վրա, ու հավատացեք շատ ուժեղ են, որ վար են տալի մի անգամից։ Իսլեդիվանյան ինքը իրանից շատ գազան բոմբ բան ներկայացնում, այս իսլեդիվանյայով դուք կարող եք խոսքի չգիտեմ, տանկ սարքեք, պուշկ սարքեք, չգիտեմ, լիքը բաներ կա, որ դուք կարող այս մեր իսլեդիվանյայով որ առաջ գնաք, ու ստեղ եկեք ձեզ ցույց տամ թե ինչ հետ կա, նայեք ստեղ խոսքի այս դեպքում, նայեք խոսքը օրինակ գցենք առաջինը, սկզբից սենց վայնիներ են, այսի եթե դուք նախնադարով եք խաղում, չգիտեմ որ 140, չգիտեմ 1400-ականներով եք օրինակ խաղում, այս ստեյք է զորքեց եք սկսում, հետո սենց այս իսլեդիվանյան իրանից էտ է ներկայացնում, հետո նայեք խոսքի օրինակ սկսում եք ուժեղանալ, արդեն հզոր զենքերով եք կռվում, ու սենց շարունակ մինչև որ վերջն էլ էս ամեն ինչը, ու վերջում տանկ բուդուշևոն է գալի, ուստե եկեք ես մի բան էլ ցույց տամ, հեսա նայեք, խոսքի եթե մենք ստեյից ընտրեցինք այս տանկից հետո գալու է այս մի տանկը, այսինքն հետո այս մի տանկից հետո գալու են այս երկուսը, որ սրանցից էլի ինչ-որ վիբր ենք անելու, այն որ դուք ճիշտ եմ որ ընտրություն կատարեք, ես անկեղծ ասած սրանցից նիշ որ ես իմիշ բան եմ ջոգում, բայց մեր մոտ տանկն է դրած, հետո ստե ավելի է ուժեղանում ոնց հասկանում եմ մեր զենքերը ու սենց միջև վերջ էլի տիպը ամեն անգամ հենց էսի դառնում է 100% վсё ուրեմն լցվեց ստեղ էս սրանք կարող ամեն անգամ ուշադրություն դարձնեք ստե ինքը անընդհատ հավաքվում է ժամանակի ընթացքում այս մեր աչուկները ու ստեղ ես խորհուրդ կտամ նայեք դախոդները որ դուք ձեր դախոդները առաջ տանեք լուչը քանց թե ինչ որ չգիտեմ ուրիշ բան անեք էլի խոսքի օրինակ ստե խոսքի այս կարականեք ստեղ այս ու ամենակարևորը այս էկոնոմիկայի շարքն է ուրեմն էս էլ ասացի ձեզ ինչպես զոհացնել էկոնոմիկան այն որ բոմբ լինի ձեր էկոնոմիկան նայեք մտնում ենք այս մեր պաստրոյկեքը մտնում ենք էկոնոմիկա իջնում ենք ամենաներքև նայեք էսի ձեզ խորհուրդ եմ տալիս ահա որ շատ թույն բան է նայեք էսի խոսքի օրինակ մեբիլնայի մաստերսկա էսի ուժեղացնում ենք նայեք խոսքի ինքը տալիս է մի հատ բան տնու տարածքի վրա հետի անպայման անում ենք ստե էսա էսի մեջ ռուդնիկն է էս էլ ենք անպայման ուժեղացնում ենք այս ժելեզան ինքը շատ կարևոր է ու ստեղ դուք որ հասկացաք ցելը այսինքն այնքան եք ուժեղացնում մինչև ձեր դախոդները այն որ հելնում է միլիոն այն որ ստեղ կանանք մեր մոտ շերտն է այսինքն բան անենք ու ստե մեր մոտ փողերը պրծավ ուժը մեր մոտ Էդի շատ վատ է ու Հայաստանի դախոդը ահա որ քիչ է էդի շատ վատ է որտեվ նորմալ է որ Հայաստանը չի կարող փող աշխատի այստեղ ոբշում կարոջի դուք հասկացաք ցելը էլի ինչ պետք է անեք որ թույն լինի ստեղ ճիշտ է մեր փողերը ուժը հատավ բայց նայեք դախոդները տեսեք ոնց բարձացավ 3-երը սպայն նայլավ 5 ու քանի դրանք ինչքան շատ անում այդքան սկսում է ձեր փողը բյուջետը ավելի շատ լինել ու դες խորհուրդ եմ տալիս սրանք օգտագործեք եմ ես չգիտեի բայց այն որ օգտագործեք շատ ինքը պետքական բան է ստե կարող ձեր էկոնոմիկան զարգացնեք ու էսի այնքան էլ ինքը важնի չի ինչքան որ այն իմաստած ձևով որ ուժեղացնեք այստեղ ձեր ռեսուրսներն է բանն է սրանք եմ խորհուրդ տալի օգտագործեք բայց քիչ ու միջ էլի ու այստեղ պաստրոյկեքից ստե մի հատ պաստրոյկա կա որ էլ ինքը շատ դախոդ է բերում Այս խրամում աշխատեք շատ սարքեք ձեր տարածքներից, որտեղ ինքը որ լավ է որ առաջ է տանում ձեր դախոդները, ուստի ինչ կարամ ասեմ ես, տեսեք ստեղ դպրոցները խոսքի իսլեդիվանյան առաջ տանում ու սկսում եք ավելի զարգանալ ձեր պետությունը, այդ դրանք անկեղծ ասած նենց չէ որ ես օգտագործում եմ, բայց ես խորհուրդ եմ տալի օգտագործեք։ Դեռ մի հատ թույն տարբերակ կարամ ասեմ զորքեր սարքելու, նայեք ուրեմն, սենց շատ դժվար է, որ դուք ինչ-որ մի տարածքի վրա այսպես դնեք ու որ զորքեր սարքեք։ Շատ դժվար է տենց, որտեվ համինքը դանդաղ է հավաքվում։ Համեսա ձեզ ցույց կտամ։ Քելեք հիմա այս մեր զորքը ես մի հատ հանեմ, որ ձեզ կարողանամ ցույց տամ։
Էսի եմ որ այս վիդեոն շատ կարևոր է, եթե դուք ուզում եք որ նորմալ խաղալ իմանաք, որ հաստատ այս ամեն ինչը ձեզ կօգնի։ Եկեք սրանք մենք հանենք։ Ահա, հա ու կարեք տենակ թե ինչ եմ անում, որ զորքն եմ անում, որ այդ ամեն ու կարեք տենակ թե ոնց եմ անում, ինչ եմ անում, որ դա լինի ու դա ձեզ պլյուս է էլի որ։ Նայեք որ մստեմ էր ճիշտ է մեր դոխոդները ողորոր ձևի հելավ ու նայեք sense women որ մենք այսպես դնենք նու Իսպանիայից երկու հատ կարելի է դնեմ կելիք մի հատ sense անենք կելիք ժամանակը շատ առաջ տանք նայեք sense ինքը sense տիպը դանդաղ է չէ հավաքում նու բարձա դա հաստատ դուք չեք դնելու full ժամանակի վրա հա այտենց որ full ժամանակը հանեք ճիշտ է ինքը շատ արագ որ ձեր զորքերը կհանի բայց ինչ գիտեք այդ բային ինչ պետություն կարա հարձակվի ձեր վրա կամ խոսքը օրինակ չգիտեմ ինչ որ մեկը հարձակվել է ինչ որ պետություն հարձակվել է ձեր վրա ու դուք ժամանակ չունեք sense դնեք զորք սարքեք որ պետք է որ վիզարակ որ զորք հավքեք որ չգիտեմ պայքարեք այդ բանի դեմ այդ երկրի դեմ ու նայեք էսի են որ շատ ուժեղ տարբերակ է որ դուք են որ շուտ հավքեք զորք նայեք մտնում ենք այս մեր զորք հավքելու տեղը նայեք создать новый army ու ստեղ ինչքան որ ձեզ պետք է պլյուսիկ տալի խոսքը օրինակ մեզ պետք է այս դեպքում լավ թունգ փոխավքի ստամս բաժշկան ուղարկում ու չգիտեմ լավ խոսքը օրինակ կանի մի վարքյան Այս դե ուժը մեզ սայոզնի բան են ուղարկում, բայց դե չեմ ես սանցես սայոզ կապել։ Նայեք, խոսքը օրինակ մեր մոտ 5 հատ զորք ենք ուզում սարքենք, ու չտեմ փողերը շատ քիչ է դրա համար եմ սենց ցույց տալի, նայեք։ Ստենք սխմում, այսենց ու ընտրում ենք որ տարածքի վրա ուզում եք ջոգի վիբրետ տիպը որ քաղաքի վրա, ոնց բացատրեմ։ Ու գնաց, ու ստացած արմի։ Ուրեմն նայեք, այս ինչն է մեզ ավելի արագացնում։ Ինքը մի քանի տեղ է միաժամանակ ջոգիկ այս զորքերը հավաքում ու նայեք հենց սրանք էս բոլորը միանգամից այս 4-ը հայտնվում են մի տեղում այսինքն ոնց որ դուք խոսքի չգիտեմ 10 հատ զորք մի հատ քաղաքում պետք է սարքեք բայց հենց հավատացեք 10-ը միանգամից է սարքվում այտենց են որ շատ ուժեղ տարբերակ է էսի նայեք ինչ շուտ սարքվեց այս խոսքի 4-ը զորքը են էլի են որ ու անպայման այս գեներալներից ընտրեք որ լավ գեներալների ստե տեսեք խոսքը օրինակ չգիտեմ կա նոր ինքը իր բանը տակեսի sense ենք անում ու всё հեսա ընտրեք լավ բաների որ գեներալների ու ստե մեր մոտ Գարեգին Մուրաթյանն է չգիտեմ ինչ որ տենց անուն ունի ինքը անմազգանուն ունի ու իրան ենք դնում ստեղ մեր մոտ լծվավ սրանք ու դες խորհուրդ եմ տալի ինչպես որ ասել էի ձեր դախոդները ուժեղացրեք ահա ու ստեղ ես ես էլի շկանամ ցույց տամ որ ձեզ են որ շատ պետք է էլի են որ դες սրանք ասել եմ սրանք ինքը ժամանակի ընթացքում խաղակասի սրանք այ թե ինչքան որ հիշում եմ օրենքներն էր ահա ու ստեղ օրոտեսեք նայեք Վրաստանի հետ ահավոր վատացել եմ ու դա շատ վատ է նու մի հատ է շատ ուժեղ եմ որ զորք հավքելու արագ հավքելու ձևը էդի հեսա նայոմնիկի ու ստեղից դուք են որ 12000 այս բանով կոպեկներով կարակ են որ 64000-անոց զորք բերեք բայց դե որ դախոդները դա շատ քիչ է մեր դախոդները ու այդ պատճառով չեն կարա էլի բան անենք ստեղ բանն է մեզ ստե Ադրբեջանն էր մեզ ասկարբլենիա ուղարկում Լա բարապաշարս խառնվեց իրան ենքան խոսացի Так, ստեղ էս եկեք ուժեղացնենք, նայեք, ինքը էլի մեր դախոդները շատացնում է, ուժը 9-ը ու խոսքես պայն Ռուսաստանին երևի մի 200 է այս դախոդների իրա ու որ պատկասիկ ինքը ինչքան փող աշխատում էլի ամեն մի վարքյանից բայց էսի ասկարբլենիա էր մեզ ուղարկում, դա շատ վատ է
ու կայնե կլնայինք մեր ու Ադրբեջանի տարբերությունը նայեք օրա իր էկոնոմիկան ավելի զարգացած է քան խոսքի օրինակ մերը իր բնակչությունը հələ ու մեր բնակչությունը օրինակ լիքը բան կա այն որ տեսեք այս մեր բանը այս Լեդիվանյան հավասար է իրար հետ ինքը այս բանից ունի շավտնա, в общем, короче էսի զորքն է կեսում, տիպը սենց նայեք, ստեմեր մոտ այս սենց եք անում զորքը կպցնելու համար ու սխմում եք Obedience Voisk նայեք, խոսքը օրինակ, եթե դուք այսենց կիսել եք ուզում եք կպցնենք իրար, այսենց Obedience Voisk այսենց ու այս էլ Расформировать Voisk տիպը ինչն եք ձեր այս բանից ուզում հանել էլի Voisk-ից ու ստեղ նաև կա շատ էլի հետաքրքիր բաներ, օրինակ ստեղ остановить движение в общем, սրանք ես կոնկրետ չեմ ուսումնասիրել իրենք ինչ են ինձ ներկայացնում ու եկեք ձեզ մի հատ բան ցույց տամ, էսի են որ լուրջ են որ խաղացողները, էսի ահա որ շատ են օգտագործում, խոսքը օրինակ, եթե դուք չեք ուզում հավայի ժամանակ ծախսեք, որ խոսքը Վրաստանը գրավեք, այն որ լիքը զորք ունեք ու ուզում եք որ խաղը ձեր տեղը գրավի, նայեք, սխմում եք դրոշի վրա, իջնում եք ներքև ու հեսա այս ոնց էր в общем, էսի արհեստական բանականությունն է ձեր տեղը հարցակվում ու գրավում էլի, տիպը դուք ում վրա հարցակվեցիք, ինքը իրան գնալու է ու դրանք ոչնչացնի էլի։ Նու ձեզ խորհուրդ եմ տալի, էսի օգտագործել այն դեպքում, երբ դուք այն որ դզված եք, էլի, այն որ ահա վայ չեք ուզում ժամանակ ծախսեք, միանգամից թողեք իրան գրավեն։ Նու էդի անպայման նայեք ու աշխատեք ձեր ագրեսիան շատ չլինի, խոսքի ագրեսիվ պետություն դուք չլինեք, խոսքի օրինակ, եթե սենց հիմա բեսամբ ուժեղ եղա, խոսքի հարցակվեցի Վրաստանի վրա, Ադրբեջանի վրա, Իրանի վրա ու իրեքին հետ բան արեցի, գրավեցի մեր հարևան պետությունները ժամանակի ընթացքում սա հարցակվելու են մեր վրա ու մեզ գրավելու են ու նորից խաղը գալու են նույն իր դիրքին։ Այդ դրանից եմ սա հավոր ներվայնանում խաղի չգիտեմ ստեղծողները տենց են որոշել ու ստեղ մեր մոտ կան նաև այս ատոմային ռումբ, տիպը հայերենով։ Ստեղ կարեք ձեր ատոմային ռումբը ուժեղացնեք, պրոստը ահա որ դաֆիգա փող է պետք, ահա, ու ստեղ կարեք դուք իրան առնեք, ու ստեղ գոնե մի անգամ պետք է ուժեղացնեք այս ձեր բանը, ռեակտորը ինչա չգիտեմ, սա անտերը պետք է ուժեղացնեք, որ կարողանաք ատոմային բոմբ արտադրեք, տիպը ունենաք, ու առնելուց հետո ստեղ հեսա բրոսից բոմբը ու ստեղ ուղարկում եք ինչ-որ պետության վրա, եթե դուք իր այդ պատերազմի մեջ եք, ու ինքը չգիտեմ, ես անկեղծ ասած այնց չեմ ուսումնասիրել ինքը ինչ է ինձ ներկայացնում, այդ ատոմային բոմբը ինչ գրող սրծավա, ինչն է ինքը վատացնում, բայց դա չգիտեմ, իրան եկամինուսներ է տալի, իրան զորքերը բանը թուլանում են, բան են լինում, որ օգտագործեք էլի։ Էդի ու ստեղ այս դիպլոմատներն այս որ ինքը շատ է, որ խաղի ընթացքում վախ տալնում, որ այս անտեր դիպլոմատը սկսում է մինուս տալ ու դրանից եմ ահա որ ներվայնանում, ու ստեղ մենք կանենք էլի բան ունենք, չէ։ Ու այս շատը դրանից եմ ներվայնանում, ուստը բայց ասա գալու են մեզ գրավեն այ, խոսքս իշեք։ В общем, короче, если мы ասենց տավարություն ստացվեց, если ճիշտ է, բարդություն հաշվեք, если ճիշտ է, որ շատ երկար տանջվեմ, հաստատ ես այս անտերից կդուրս գամ, բայց դե շատ դժվար խաղա ինքը, ասեմ ձեզ, եթե դուք որոշել եք խաղացեք նորմալ պետությունով, Հայաստանով ահա որ դժվար է, էդի են որ լյուբոյատ կարակ որ հասկանաք այս խաղը խաղալով, ու ստեկեք ես սենց անեմ, ուրեմն եկեք ամփոփենք մեր վիդեոն, այս վիդեոում մենք կարոչի ձեր հետ որ լիքը բաներ իմացանք այս խաղի հետ կապված ու դες խորհուրդ կտամ խաղացեք ինչ շատ լավն է, ճիշտ է մեր հայ յութուբերներից ոչ մեկ չի նկարում խաղը, մի հոգի կար որ նկարում էր, չեմ ուզում ալիքի անուններ տամ բան, մի հոգի էր որ ինքը նկարում էր խաղը, բայց ոնց հասկացա ինքը вообще որ գնաց ուրիշ կողմ ու այս Age of History-ին մնաց
ու այս պահին երևի Հայաստանում մենակ ես եմ որս կոնտենտը տանում եմ առաջ, նույնք շատ հետաքրքիր խաղ է, դուք էլ խաղացեք, հավելի անիմաց ժամանակ չեք վատնելու, հաստատ խորտ կտամ խաղացեք։ Դե ինչ բոլորին հաջողություն ձեր հետ է, ես Հայկ Թուբը կհանդիպենք հետագա բոմբ վիդեոներով, պակա-պակա։